Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայաստանի Հանրապետությունում կսահմանվի պատասխանատվություն վարչական հավաքից խուսափելու համար։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Ըստ այդմ վարչական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով, աշխատավարձի առավելագույնը 20 պատիկի չափով եւ ազատազրկմամբ 2 ամսից մինչեւ 3 տարի ժամկետով։ Անձը կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե կամովի ներկայանա եւ ներգրավվի վարժական հավաքին։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան մշակման փուլում է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հրաժարվելով այցի վերաբերյալ որևէ մանրամասն տեղեկություն հայտնել։ Ավելի վաղ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել էր, որ Լավրովը մոտ ապագայում կայցելի Հայաստան։ Ամսաթվի վերաբերյալ արտաքին գործերի նախարարությունը կծանուցի այցին ավելի մոտ ժամանակում։ Որոշ կոնյակի սպիրտ արտահանող որոշ ավտոմեքենաներ բաց են թողնվել, բայց ցավոք սրտի խնդիրը լուծված չէ, որովհետև խնդրի լուծումը նշանակում է ինստիտուցիոնալ հասկանանք, թե ինչն է պատճառը։ Այս մասին լրագրողների ճեպազրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անդրադառնալով նրան, որ դեպի Ռուսաստան կոնյակի սպիրտ արտահանող հայկական բեռնատարները Վրաստանում կանգնեցնում են, մինչդեռ այդ ապրանքը Վրաստանի համար չէ, Վրաստանը պարզապես տարանցիկ երկիր է։ Միացյալ Նահանգների նախագահի քառօրյա այցը Մերձավոր Արևելք շարունակում է մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում ոչ միայն տնտեսական պայմանավորվածությունների, այլև քաղաքական հայտարարությունների առումով։ Սաուդյան Արաբիայում ունեցած իր ելույթում Թրամփը Իրանը համարել է Մերձավոր Արևելքի ամենաապակառուցողական ուժը։ Իրանի արտգործնախարար Արաղչին, անդրադառնալով Թրամփի այս դիտարկմանը, հայտարարել է, որ նա տեղերով փոխում է իրական սպառնալիքները, անտեսելով Իսրայելի սպառնալիքներն ու հանցագործությունները։ Իրանն է ներկայացնում որպես սպառնալիք։ Հստակ է, որ նման քայլը մոլորեցնելու նպատակ ունի, հայտարարել է Արաղչին։ Երևան տեղափոխվելուց հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 23-ի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Ռոման Երիցյանը։ Նա նաև կցել է փաստաթղթի լուսանկարը, շարունակելով, որ չնայած ոչ այս, ոչ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրերը որևէ իրավական ուժ չունեն, այնուամենայնիվ ինքը հրապարակում է այն, բոլորին խնդրելով Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել։ Ինչու հիմա որոշեց փաստաբանը հրապարակել այս փաստաթուղթը, որի բովանդակությունն ի դեպ դեռ նախորդ տարի էր հրապարակվել, ասում է շահարկումներից լուծարման փաստաթղթին արվող հղումներից խուսափելու համար, ինչի նախադեպերը այսօր կան։ Օրինակ, Ստեփանակերտի քաղաքապետին այդ հրամանագրի հիման վրա առաջադրվել է մեղադրանք։ Ասմատնայեք կայացվել է հրամանագիր, համաձայն որի քո լիազորությունները դադարեցված են, այնուամենայնիվ դու ինչ-որ լիազորություն ես իրականացնում։ Փաստաբանը պատմում է հենվելով հրամանագրի բովանդակության վրա Հայաստանում տարբեր անձանց, այդ թվում արցախյան համայնքների ղեկավարներին եւ ավականու անդամներին առաջադրվել են քրեական մեղադրանքներ, պատճառաբանելով, որ Արցախի պետությունն ու համայնքները լուծարված են, իսկ պաշտոնատար անձանց լիազորություններն էլ դադարեցված։ Հետևաբար նրանց կողմից այս կամ այն լիազորությունն իրականացնելը քրեորեն պատժելի է։ Ու թեև հասկանում են, որ այս փաստաթղթերը երկուսն էլ հակասում են թե Արցախի մայրօրենքին, թե հրամանագրից բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ իրավական ակտերի դրույթներին, ուժի մեջ չեն մտել եւ հետևաբար որևէ հետևանք անգամ առաջացնել չեն կարող, բայց նմանօրինակ դեպքերից խուսափելու համար է կարիք առաջացել երկրորդ հրամանագիր, որի մասին նախագահ Շահրամանյանը պաշտոնական նամակով տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության իշխանություններին։ Հաշվի առնելով միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների կողմից Արցախը լուծարված լինելու վերաբերյալ եզրույթն օգտագործել եւ այդ հրամանագրին հղում կատարելը, Արցախյան հանրապետության նախագահը ստիպված եղավ այդ նույն հարթակում հայտնել հրաման, դեպքին որևէ իրավաբանական ուժ չունեցող, որով չրյալ է համարել իր իսկ կողմից կայացված Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը։ Նախ երկրորդ հրամանագիրը կայացվել է առաջին հրամանագրի հետագա շահարկումներից խուսափելու նպատակով, այսինքն որպեսզի հենց այդ շահարկումները չլինեն։ Հիմա դուք եք օրինակ հասկանում եք, որ այդ հրամանագիրը ուժ, բայց այնուամենայնիվ հանրության որոշ շրջանակներ չեն էլ հասկանում անգամ, որ այդ հրամանագիրը չունի իրավաբանական ուժ։ Միայն Արցախի տարածքային կորստով Արցախի էջը փակված մի համարեք, ամփոփում է Արցախի փաստաբանը, ասում է, Ադրբեջանը մոտ 30 տարի Շուշիի, Աղդամի եւ այլ համայնքների ղեկավարներ է ունեցել։ Տաթևի վանական համալիրը եւ Որոտանի կիրճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում են, նախատեսվում է դրանք ճանաչել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն, միջազգային վերահսկողություն ու աջակցություն ապահովելու համար։ Ռեդ Դպրոց գիտակրթական կենտրոնը միջազգային փորձագետների հետ քննարկում է նախագիծը։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկման է ներկայացվում ոչ միայն նշանավոր ճարտարապետական հուշարձան, այլև ամբողջական մշակութաբանական լանդշաֆտ։ Սա ոչ միայն ժառանգության պահպանման ուղղված եզակի ներդրում է, այլև Հայաստանի գոյաբանական անվտանգ
անվտանգության ապահովման գործողություն, որը հաստատում է պատմական իրավահաջորդության եւ ինքնության մեր իրավունքը։ Տաթևը ինքը տեղում է մնացել, բայց 4-5 գյուղեր ունենք, որոնք արդեն որ ասում քանդվելու վիճակի մեջ են ու շատ ցանկալի կլինի նման ծրագրով մենք առաջ տանենք, որպեսզի փրկենք մեր պապերի թողածը եւ փոխանցենք մեր ժառանգներին։ 301 իմաստության երկիր եւ Ամարյան հիմնադրամների աջակցությամբ 23-24 թվականներին իրականացվել են գիտական արշավներ։ Առաջադրվող տարածքի ընդհանուր մակերեսը 7490 հեկտար է, բուֆերային գոտին 20180։ Համալիրի մեջ ներառված են Տաթևի իվանական միաբանությունները, Որոտանի կիրճը, եկեղեցիներ, մատուրներ, ինչպես նաեւ պատմական ենթակառուցվածքներ։ Ծրագիրը միայն մշակութային ժառանգության մասին չէ, այլև մարդկանց, հայերի ու Հայաստանի անվտանգության։ Նման մեծածավալ տարածքի կառավարումը, որը ներառում է տարբեր գործառութային, սեփականության եւ պատմական նշանակության օբյեկտներ, լուրջ մարտահրավեր է։ Քննարկում ենք բոլոր մարտահրավերները, ինչպես նաեւ ժառանգության օբյեկտի կառավարման եւ կայուն զարգացման համալիր մոտեցման հնարավորությունները։ Գիտական հանրության միջազգային մասնագետների պետական կառույցների եւ քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ պանելային քննարկումների առանցքային հիմնահարցը հայկական ժառանգության պահպանությունն էր։ Լեհաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ որոշվել է փակել Կրակովում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսությունը։ Նա հյուպատոսության փակումը կապել է Լեհաստանի իշխանությունների ունեցած տվյալների հետ, որ ռուսական հետախուզական ծառայությունները ներգրաված են եղել Վարշավայի առևտրի կենտրոնում 2024-ի մայիսի 12-ին բռնկված հրդեհի հետ։ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան էլ մեղադրել է Լեհաստանին երկկողմ հարաբերությունների միտումնավոր խզումը շարունակելու համար։ Դա ընդամենը թաշկինակ է։ Համացանցում հայտնված այս տեսանյութի առարկան, որը Մակրոնը փորձում է աննկատ թաքցնել, շատերը որակել են կոկաինի փաթեթավորում։ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հերքել է խոսակցությունները, այն անվանելով թշնամիների մանիպուլյացիա։ Պուտինը պատրաստվում է Թերան գնալ դիվանագիտական այս խառը անցուդարձի պայմաններում, երբ Կիևի հետ բառացիորեն Ստամբուլում հանդիպման խոսք է գնում, ու ընդհանուր առմամբ Արևմուտքի հետ հարաբերությունները պարզելու ակտիվ երկխոսության փուլ է։ Թերանը սպասում է Ռուսաստանի նախագահ Պուտինի այցին, նախապատրաստական աշխատանքներ են տարվում, պաշտոնական Իրանն է հաստատում, ժամկետների ու օրակարգի մասին կողմերը լուռ են։ Այն, որ 2025-ին Պուտինի այց է նախատեսված Թերան, դեռ ապրիլին Իրանի արտգործնախարար Արաղչին Մոսկվային բանակցություններից հետո էր ասել, որն է այցի նպատակը, կողմերը փոխադարձաբար ժամացույցներն են ստուգելու։ Քաղաքագետն է ասում, Իրանը չի կարող լուսանցքում մնալ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների այս փուլում, որովհետև բացի ռուս-ուկրաինական ճակատից, այս կողմերը պարզելու այլ հարցեր էլ ունեն։ Խնդիրը միայն Ուկրաինան չէ, Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև այդ գլոբալ առճակատման մի քանի թեժ օջախներ կան, որոնցից մեկն է Իրանն է, Հարավային Կովկասն է։ Ես կարծում եմ Ռուսաստանի համար կարևոր է հասկանալ, թե ինչ վերաբերմունք է ունենալու Արևմուտքը միջին միջանցքի հետ կապված, Իրանի հետ կապված, կենտրոնական Ասիայի հետ կապված, ինչպիսին է լինելու Միացյալ Նահանգների վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ։ Քաղաքագետը այս մեծ գործընթացի հետ կապում է նաև հայ-ադրբեջանական խաղաղության process-ի դանդաղումը։ Պարզ է բացատրում Ռուսաստանի ու հավաքական Արևմուտքի երկխոսությունից է կախված ում ազդեցության գոտին կլինի Հարավային Կովկասը եւ հետեւաբար նաեւ ում ձեռքին կլինի Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման ղեկը։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագան ոչ Ադրբեջանի իշխանությունների կամքից է կախված, ոչ էլ առավելևս Հայաստանի իշխանությունների։ Խնդիրը միայն Ուկրաինան չի, ուկրաինական բանակցությունները միայն այդ հարցը չի լուծվելու։ Այդ բանակցությունների ընթացքում մեծ հաշվով որոշվելու է Ռուսաստանի ազդեցության գոտին։ Արդյոք Ռուսաստանի ազդեցության գոտին նախկին խորհրդային ողջ տարածքն է Մերբացյան հանրապետությունից բացի, եւ արդյոք Արևմուտքը դա ընդունում է։ Եթե Արևմուտքը դա ընդունում է, ուրեմն Ռուսաստանը կոշտ քայլերով վերադարձնելու է իր ազդեցության գոտի ամբողջ Հարավային Կովկասը եւ բնականաբար սկսելու է մեզանից շատ կոշտ քայլերով։ Միանշանակ ենթադրությունների համար խառը ժամանակներ են, ասում են փորձագետները, բայց նաեւ հավելում վճռորոշ փուլ է։ Ազգային ժողովի իշխանական թևը հիմա էլ զարմանում է, սակայն միևնույն ժամանակ ողջունում, որ ընդդիմադիրները լիովին ու ամբողջությամբ ընդունել են ԿՊԱ-ականների պատկերացրած իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Կատարելապես մեր ընդդիմադիր թևը այլևս չի խոսում Լեռնային Ղարաբաղից, չի խոսում Կարսից, չի խոսում այլ բաներից, որոնք Հայաստանի Հանրապետությունից դուրս են, խոսում է միայն Հայաստանի Հանրապետության ներսի խնդիրների մասին, այնպես որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանում կարելի է ասել, տենց մի քանի ամսվա ընթացքում տոտալ հաղթանակ տարավ։ Ներսի խնդիրներից մեկը կոռուպցիային է վերաբերում։ Ազգային ժողովի պատգամավորական երկու բևեռները մեկը մյուսին են մեղադրում։ Հիմա ով է կոռուպցիայի մեջ շատ թաթախված ընդդիմությունը թե իշխանությունը։ Ակնհայտ է, որ
ինչպես դուք եք սիրում ասել, դիվահարվում եք, երբ որ կոռուպցիայի մասին է խոսք գնում։ Անհասկանալի է իսկապես, երբ որ պարզ հարց, երբ որ հնչում է ինչ եք անում հրապարակվող տեղեկատվության վերաբերյալ, նման բուրըն արձագանք է դալիճում լինում ավելին, եւ երբ որ Նիկոլ Փաշինյանը այս ամբիոնից հրապարակային հայտարարում է եւ նաեւ կրկնում են մի շարք պատգամավորներ, որ գյուղը գնում է, պահանջում են նախագաներին նստեցնել։ Անկեղծ ասած, այստեղ նստած եւ ոչ մենակ այստեղ նստած, նաեւ ստեից դուրս այդ երևույթներից հետո քաղաքացիները իզնից էլ պահանջում են, թե ինչու օրինակ օրենսդրական փոփոխություն չեք առաջարկում Բարսագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական բժշկական քննություն անցկացնելու պահանջը դնելու եւ պարբերաբար այդպիսի պահանջով առաջնորդվելու համար։ Իշխանական թևը Արծվիկ Մինասյանին էլ մեղադրում է կոռուպցիոն գործարքների մեջ, ԿՊԱ-ականները վկայակոչում են Մինասյանի 2016-ի մեքենան։ Կամ եթե այն գույքերը, որոնք որ հայտարարել եք, որ ապօրինի են ժողովուրդ եւ վերադարձնում են ձեզ, վերադարձնում է ժողովրդին, ժողովուրդը դրանից քոր կոպեկ ստացել է։ Ուր են այդ գույքերը։ Մինասյանը առաջարկեց գնալ Արշակունյաց եւ Տիգրան Մեծ պողոտաներ տեսնելու, թե ովքեր են դարձել մեծահարուստներ։ Իշխանապողությունից հետո պարզ կլինի շատ ավելի մեծ ծավալներով, թե ապօրինի բիզնեսի մեջ այսօրվա իշխանություններից եւ նրանց հետ աֆիլացված անձանցից քանիսը կա։ Դա անպայման կբացահայտվի, իհարկե կբացահայտվի։ Լուրջ եք ասում։ Այս խմբակցությունից մեկը բան է առնում, 20 տարվա հիպոթեկով մի հատ տուն է առնում, 800,000 հատ լրատվամիջոց կենքան հոդված են վրան գրում, որ չգիտես ինչ է։ Այդ մարդը ասում է, վայ հարամանի այդ տունը ինչ ասեմ ասենք։ ԿՊԱ-ական պատգամավորը կրկին կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետությանն անդրադարձավ։ Ձեր առածը կոռուպցիայի դեմ պայքարի աղավաղումը, որովհետև այդ process-ը օրինակ ոնց է տեղի ունենում։ Բոլորով հավաքվում եք, բոլորով անխտիր, օրինակ Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Տիկին Աննա Գրիգորյանը, հավաքվում եք, ասում եք, եկեք գնանք հակաբանում, սահմանադրական դատարանում, ապօրինի գույքի բռնագանձման օրենքի դեմ բողոք գրենք, ասենք, որ սահմանադրական դատարան չեղարկի այս օրենքը։ Մինասյանն էլ արձագանքելով ԿՊԱ-ական պատգամավորներին հայտնեց, թե ապօրինի գույքը պետք է իրավունքի ուժով բռնագանձվի։ Մինասյանի ձևակերպումն այսպիսին էր, ապօրինի գույքի բռնագանձումը պետք է ոչ թե անցյալ ժամանակով դիտարկել, այլ անցյալ կատարյալով։ Ում եմ, որ 2025-ի հունվարից ի վեր համընդհանուր հայտարարագիր լրացած 20,062 քաղաքացի արդեն իսկ ստացել է 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, միջինում 90,000 դրամ, եւ դրան 800-ից 1000 մարդ է որևէ դրական արձագանք տալիս, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Չեք ստացել, ժողովուրդ ջան, թե հիմա մոդանը այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերան, թալանեցին, որ իրենց թալանածն անձեռնմխելի պահեն։ Դուք էլ մոդային եք հետևում։ Փոխարինեք մոդան նորակերտ պետականությամբ, գրել է Փաշինյան։ Հայաստանում այս ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ բանջարեղեն ու միրգը թանկացել են։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով 2025-ի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ բանջարեղենը թանկացել է 17.9, միրգը 7.9%-ով։ Մասնավորապես հայաստանցիների համար շատ սպառվող կարտոֆիլի գինը 47%, վարունգինը 16.6, խնձորինը 16.4, ելակինը 23.7%։ Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Քաջարանի բնակիչ 24 եւ 59 տարեկան տղամարդիկ պատրաստվում են իրացնելու նպատակով ձեռք բերել Մաքսանենք ճանապարհով Հայաստան տեղափոխված թմրանյութ։ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ խոզարկություն կատարվեց 59-ամյա տղամարդու տանն ու օժանդակ շինություններում։ Օդաճնշիչ ատրճանակից եւ տարբեր փամփուշտներից զատ տան մոտակայքում հայտնաբերվեց նաեւ 885 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց։ Ըստ տանտիրոջ այդ ամենն իրենն է։ 59-ամյա եւ 24-ամյա տղամարդիկ կալանավորվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Սրճարանում մի բաժակ սուրճ խմելու համար առնվազն 2 լեզվի իմացություն է հարկավոր։ Հաճախորդը դիմում է հայերեն, աշխատակցից պատասխան ստանում անգլերեն կամ ռուսերեն։ Եվ սա մի երկրում, որտեղ սպասարկման ոլորտում պնդում են, թե պայքարում են բարձր որակի սպասարկման եւ հաճախորդներին գոհ ճանապարհելու համար։ Մայրաքաղաքում դժգոհ են։ Դու գնում ես սրճարան ու քեզ մոտենում է օտարերկրացի մատուցող։ Հայերեն բացարձակ չի հասկանում։ Ու երբ քեզ պետք է ընդամենը մի բաժակ սուրճ պատվիրել, դու պետք է գնաս ու սովորես անգլերեն։ Բայց այս դեպքում ճիշտն է նա, որ իրենք հարմարվեն մեր լեզվին։ Ու այս վիճակը նաև հյուրանոցներում է, ինչը որ իմ կարծիքով սխալ է։ Հիմա ես եթե գնամ
Փարիզ սրճարան մատուցողին կանչեմ հայերեն ասեմ ինձ սուրճ բերեք, մեկը ինքը չի հասկանա։ Նույնն էլ Մոսկվայում, մեր Հայաստանի Հանրապետության մեջ ինչու՞ է այդպես մակարդակը ցածր։ Երևույթը թեև կարող է արդարացվել միջազգային հաճախորդների սպասարկման ցանկությամբ, սակայն հայաստանցիների մոտ այն մեծամասնությամբ դժգոհություններ ու անհարմարություններ է առաջացնում։ Այստեղ հարցը մնում է բաց, որտեղ է սահմանը հյուրընկալության եւ պրոֆեսիոնալիզմի միջև։ Հայերի համար սա միայն լեզվական հպարտության հարց չէ, սա նաեւ հարգանքի ու մշակութային ինքնության պահպանման խնդիրն է, ասում է մասնագետը։ Ուր է լեզվի տեսչությունը, որովհետև խախտվում է լեզվի մասին օրենքը։ Եվ հիմա ձեր բերած օրինակն է, դրա մեկ ապացույցն է։ Եթե նույն այդ ռեստորանում անունը դրված է օտարալեզու, ուրեմն մի զարմացեք, որ այդ ռեստորանում մատուցողը կարող է չխոսել հայերեն։ Ինչի համար է անկապությունը, որպեսզի մեր մշակութային ինքնությունը պահպանել, լեզուն իր տեղում, իր դերում դիներ։ Երևանում բազմաթիվ սրճարաններ այս հարցում դեռ չունեն հստակ մոտեցում։ Ոմանք աշխատողներից պահանջում են նվազագույն հայերեն իմացություն, մյուսները նախընտրում են գունեղ արտաքինը, ժպիտն ու միջազգային լեզուն որպես առավելություն։ Տուժողը դառնում է հայ հաճախորդը, որը ստիպված է սեփական երկրում ինչ որ իրավիճակում փոխել մայրենի լեզուն։ Հարցի վերաբերյալ կարգավորումներ չկան ոչ մի լեզվի մասին օրենքում, ոչ էլ հարակից եւ կարգավորող ոլորտում։ Այժմ չկա նաև համապատասխան համակարգ, որով կարող ենք ստուգել անձի հայրենի իմացության մակարդակը։ 24 թվականի ապրիլից մենք մեկնարկել ենք հայրենի ստուգման գնահատման համակարգ, որը նախատեսում ենք 2026 թվականին փորձարկել, նախատեսում ենք փուլային կարգով ներդնել 2027 թվականից հայրենի ստուգման գնահատումը, նաև կկիրառվի Հայաստան եկող միգրանտների աշխատանքի ուսուցման իրենց համար։ Հասարակության մի ստվար հատված կարծում է, որ միջազգային շփումը նաև քաղաքակրթության նշան է, բայց արդյոք քաղաքակրթությունը սկսվում է մեր լեզվին հրաժեշտ տալուց։ Մի բան հստակ է, Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Սա է ուղենիշը։ Մայիսի 13-ին Շիրակի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել Լուսախպյուր գյուղի մոտ Ախուրյանի ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել։ Պարզվել է, որ Շիրակի մարզի 35-ամյա բնակիչը հոր հետ այցելել է Սմավերդի լիճ կոչվող ջրամբար, ընկել է ջրամբարը, ժամանել են անի հշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները, Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները։ Ավելի ուշ ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին եւ այն դուրս բերել ափ։ Մայիսի 13-ին Հրաչյա Քոչար եւ Փափազյան փողոցների խաչմերուկում բախվել են 24-ամյա Արսենի Ինֆինիտին եւ 30-ամյա Էրիկի Տոյոտան։ Բախման հետևանքով Ինֆինիտին դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում բախվելով ծառին։ Երկու վարորդներն ու Տոյոտայի 22-ամյա ուղևորը տեղափոխվել են Հրացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Օպերատիվ են գործել Երկհաղ-Լույս ընկերության եւ լուսակիրների խնդրով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչները։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխել է, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, բան չի եղել։ Մայիսի 13-ին Աճարյան Ծարավաղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են 41-ամյա Հարությունի Կիան եւ 35-ամյա Մելիքի Նիսան Տիդան։ Բախման հետևանքով Կիան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել մայթին, բախվելով պատին։ Օպերատիվորեն ժամանել է Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Մայիսի 12-ին Գառնի գյուղի սկզբնամասում ճակատի բախվել են Սուզուկին եւ Օփելը։ 3 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Գառնու առողջության ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Վթարի մասին տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։ Եղվարդ քաղաքի սկզբնամասում էլ 33-ամյա Լուսինեն Լեքսուսով բախվել է մեքենայի առջև հայտնված ձիուն, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց եւ բախվել Երկաթե Էլեկտրասյանը։ Հղի ձին վնասվածքներ է ստացել։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Վթարի հետևանքով տուժած քաղաքացի չկա։ Եվ Գագիկ Շամշյանը ֆիքսել է ինչպես է Արարատի մարզում Ջրաշեն գյուղում բեռնատարը շահագործվում ոչ թե բեր տեղափոխելու համար, այլ մարդկանց։
Ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում շարունակում են կարևոր խնդիր մնալ փոսերը։ Դրանք տարվա հատկապես այս շրջանում վարորդների համար քաոս են ստեղծում։ Նման մի իրավիճակ է նաև Կոտայքի մարզում։ Եղվարդից Բուժական, Արայի, Քարաշամփ եւ մի քանի գյուղամիջյան մոտ 25 կիլոմետրանոց ճանապարհներին անհաշվելի փոսեր են։ Քիչ չեն եղել դեպքերը, երբ այդ փոսերի պատճառով մեքենաներ են վնասվել։ Դրանք այնքան շատ են, որ խույս տալ հնարավոր չի լինում։ Այս փոսերից բանա, պաժար ընկավ ավտոն։ Ասել սարքել եմ հելմեն։ Վարորդներն ասում են, անգամ եթե հիմնովին վերանորոգել չի հաջողվում, գոնե տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը միջոցներ ձեռնարկի ու փոսալեցման աշխատանքներ կատարի, որը թեկուզ եւ ժամանակավոր, բայց կհեշտացնի երթևեկությունը։